Տարիներ առաջ երկար աշխատել եմ շտապօգնությունում եւ ես շատ ինքս անձամբ ունեցել եմ կանչեր, երբ որ արձանագրվել եմ մահ սեռական ակտից հետո։ Այսինքն դա շատ հետաքրքիր է եւ դրա շուրջ շատ այսպես անեկդոտներ, այսպես խոսույթներ են առաջանում, որովհետեւ սրտային հիվանդը սեռական կյանքից հետո կարող է ունենալ սրտի գանգատներ լուրջ։ Ունեցել ենք դեպքեր, երբ որ գրանցվել է ինֆարկտ։ Ես ինքս հոսպիտալիզացրել եմ այդ հիվանդին, գրանցվել է ստենոկարդիա, նախաինֆարկտային վիճակ, հիպերտոնիկ կրիզ, ճնշման բարձրացում եւ այլ։ Տեսեք, այս ամեն ինչը պետք է վերագնահատի սրտաբանը բժիշկը եւ սեռական կյանքի ակտիվությունը պետք է որոշվի համատեղ սեքսապաթոլոգի հետ։ Պետք է լինի ամեն մարդու համար անհատական ընտրած չափավոր ակտիվություն եւ վերջապես կարելի է ընտրել տարբեր դիրքեր, տարբեր ակտիվության չափեր եւ ստանալ նույն չափ հաճույք, ինչ ոչ շատ խիստ ակտիվության դեպքում, այսինքն հաճույքը ուղիղ համեմատական չի սեռական եւ ինչու՞ չէ նաեւ ագրեսիվ սեռական կյանքի հետ դրա համար պետք է չափավորել եւ վերանայել, անպայման վերագնահատել եւ չափավորել, նույնիսկ վերագնահատել դեղորայքը,